Ողջույն սիրելի հայրենակիցներ, ձեր համար ես մոդելավորող եմ բերել, ինքը մոդելավորող է, մոդելավորում է, նայեք։ Ուզում եմ համոզվել, որ ավարտեցի քարծը, որպես ես պատասխանեմ։ Արտավաշենը Հայաստանի Հանրապետության իշխան տարածք է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց Մի րոպե։ Ուրեմն ինչի մասն է, լրագրողն ասում է Լեռնային Ղարաբաղում, Արցախում եկեղեցիները քանդում են, ջարդում են, փշում են, հողին են հավասարացնում, ինչու՞ չեք ծպտուն հանում, պարոն վարչապետ։ Վարչապետը ասում է հիմա մոդելավոր եմ ձեր համար, հիմա մոդելավորումա լսեք։ Այն ամբողջականությունը, եւ ես ասել եմ նաեւ խորհրդային միության Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ մենք մոդելավորենք Ստեղ մի րոպե, ես որպես մասնակետ այս թեմայի ասեմ, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքը քառակուսի կիլոմետրով կոնկրետ քարտեզով Ադրբեջանը չի ճանաչել։ Ֆիքսեք էս, ասում է որ ճանաչել է, չի ճանաչել։ Ալմատայի հռչակագրով ճանաչում նշանակում է բան, ասել որ խորհրդային միության վարչական սահմանները ճանաչում են։ Բայց ինչ քարտեզով Ադրբեջանը ասում է մի րոպե, քառակուսի կիլոմետրն ու քարտեզը խոսանք սահմանազատման գործընթացից հետո, իսկ Հայաստանը, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քառակուսի կիլոմետրով Ադրբեջանը ճանաչել է։ Կոնկրետ քարտեզով։ Հիմա ստեղ որ ասում են իրար ճանաչել ենք, արդեն այս մասը սուտ է, Ադրբեջանը չի ճանաչել։ Գնացինք առաջ։ Բայց օրինակ ինչ է բերում, ասում Արցախաշենում Պատկերացնեք Արցախաշենը մեզ հետ են տալիս, ասում է, գնում ենք տենում, ընդ մսկիթ են կառուցել, որն է լինելու մեր դիրքորոշումը։ Այսպեսի մի իրավիճակ, ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցախաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մսկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մսկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են գիտեք, ինձ այս հողը մերն ա եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Եվ ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպեսի որոշում, որտեղ երբ որ ասում են պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք։ Այսքան հերիք ասել հայրենակիցներ, այսինքն այս ըստ էության Ադրբեջանի փաստաբանությունն է իրականացնում։ Ինչ անշանակում Ադրբեջանի փաստաբանություն, այսինքն Ադրբեջանը ձայն չի հանում, չի ասում որ եկեղեցին քանդել են, որովհետև կարող է ինչ որ ադրբեջանցիներ սեփականության վկայական ունեն այդ հողի վրա, եւ հետո դուք եկեղեցի եք կառուցել, դա ասում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն Ադրբեջանը անգամ չի արդարանում, բայց Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանին արդարացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում արդարացնում Նիկոլ Փաշինյանը, այլև միջազգային հանրության համար արդարացնում, որ այս վանդալիզմը հայկական եկեղեցու քրիստոնյա առաջին ազգի եկեղեցին քանդելու հարցում նորմալ է, ամեն ինչ նորմալ է, կարող է ինչ-որ քաղաքացիներ կան ասում, որոնք ունեցել են սեփականության վկայականներ, դեռ սեփականության վկայականներ են ունեցել, դե բերել են ցենտրալ, դե հարց է գալիս առաջ։ Բա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան կամ Արցախում ապրող մարդիկ, որոնք խորհրդային միության քաղաքացիներ էին, չկան, որ ունեին սեփականության վկայականներ, բայց չէ որ 100,000-ավոր կան, 100,000-ից ավել կան, ովքեր իրանց գույքը կորցրել են։ Բա այդ թեման, եթե դու սեփականության վկայականի հարց ես մեջ բերեմ, հիմնավորելու համար, որ եկեղեցին քանդել են, ճիշտ են արել, բա ինչ պետք է անեն։ Հետո գալիս ես նրան, որ մենք Արցախաշենը բերենք, բան, ուրեմն ուշադրի լսեք։ Այս Արցախաշեն բերողները, ուզում են Արցախաշենը բերեն։ Արցախաշենը բերելը գիտեք ինչի մասին է։ Հայաստանի Հանրապետության այսօրվա վերահսկողված այսօրվա տարածքից, որ այսօրվա մեր տարածքն է, հենց հիմա հողեր հանձնելու մասին է Ադրբեջանին։ Այսինքն սա նշանակում է, որ մերոնք էլի հողեր են հանձնելու Ադրբեջանին, բայց դրա փաթեթը լինելու է հետևյալը, որ մենք ուզում ենք Արցախաշենը բերենք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վերահսկված տարածքներից հողեր են հանձնվել Տավուշի մարզում Ադրբեջանին, այն փաթեթով, որ սահմանազատում է գնում, Ադրբեջանն իր տարածքներից է հանձնելու օկուպացված, բայց Հայաստանը հանձնեց, Ադրբեջանը չհանձնեց։ Հիմա ինչ է տեղի ունենալու։ Հայաստանը հանձնելու է նոր տարածքներ Ադրբեջանին, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանից, ես գիտեմ որ չի ընտրվելու, մենք ամեն ինչ իմանելու ենք որ չընտրվի, ընտրություններով, եւ հետ գալով մտքին, այսինքն Հայաստանը հիմա ուզում է, Ադրբեջանին ասում է, ես քեզ նոր տարածքներ եմ հանձնելու, դա մահաճարցի ինձ, պատրվակը լինելու Արցախաշենը հետ բերել։ Հիմա կամ Արցախաշենին։ Նախ Արցախաշենը Հայաստանի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ուզեցել Արցախաշենը հետ բերի, ինչի, որովհետև այդտե ոչ մի բան չկա Հայաստանին ձեռնտու, բայց դրա դիմաց հարցեր է բացվում ընդդեմ Հայաստանի։ Հիմա Հայաստանի տարածքում անկլավներ չկան, որովհետև դրա փաստաթղթերը իրավական հենքերը չունի Ադրբեջանը։ Չկան անկլավներ, իրավաբանական հիմք չունի որևէ հիմնավորում անկլավ ուզելու։ Հայաստանը ունի հիմնավորում Արցախաշենը ուզելու, բայց պետք է այս թեման ուղղակի բանակցություններով փակել։
Քանի որ այս թեման ինքը բացում է, սա նշանակում է, որ մենք հանձնելու բաներ ունենք։ Հայաստանը հանձնելու անոր տարածքներ։ Հայաստանի Հանրապետությունը բաներ է, ստրատեգիական ճանապարհներ է կորցնելու դրա արդյունքում։ Եթե Փաշինյանը վերընտրվի, հիշեք, եթե վերընտրվի, եթե չվերընտրվի չի լինի նման բաներ։ Որովհետև ես կգնամ կբանակցեմ, դա չի լինի։ Ինչ կարգավիճակով էլ որ կգնամ կբանակցեմ, դա չի լինի այս ամեն ինչ։ Էսա իրավիճակը սիրելի հայրենակիցներ։ Հիմա էլի հետ գալով Արցախին, ասում Արցախը որ մեզ տան, տենանք ընդդեմ մսկիթ կա։ Որն ալնելու մեր վրա, դու մսկիթ քանդող ես։ Դու մսկիթ քանդող ես։ Դու գնալու ես մսկիթը քանդես, եթե մսկիթ կառուցացել են։ Ես ինչ ես խոսում։ Դու այդ ժամանակ մամուլի ասուլիս ես անելու, ասես սա մշակույթ է։ Իսլամական ամբողջ աշխարհը մեր դեմ դուրս կգա։ Ոչինչ որ ինչ որ մարդիկ վկայականներ ունեն։ Պետությունը կփոխհատուցին անձ վկայականների սեփականության գումարը, սակայն մսկիթը չի քանդի, որտեղ ամբողջ իսլամական աշխարհը դուրս կգա մեր ժողովրդի դեմ, եւ ես մսկիթը չեմ քանդի։ Եվ միգուցե ռացիոնալ որոշում կարող է դա լինել։ Միգուցե։ Սկսենք դες որ Արցախն բան չի լինելու ոչի բան։ Ինքը հանձնելու է մեր եղածները ու դիմացի ոչի բան էլի չի ստանալու սովորական։ Եթե ինքը այդ գործն անի, ինքը տենց է անելու։ Բայց հիմա ուրիշ բան ուզում ասեմ։ Բա Ադրբեջանը քրիստոնեական մշակույթ է քանդել։ Ինչ որ մարդիկ սեփականության վկայա կամ դու քեզով ա խնդրել արդարացնես դա։ Քեզով ա ասեմ դու Ադրբեջանի ինչ որ քաղաքացիների կադաստրի վկայականների հարցեր բարձրացնես այդտեղ։ Քեզով ա խնդրեմ Հայաստանում դու հիմնավորես միջազգային հանրությունն լսի, որ չդատապարտի այդ եկեղեցիների ոչնչացումը, հողին հավասարեցումը։ Քեզով ա խնդրել։ Ով ինչն ա խնդիրն էլի, ինչն ա պատճառը, որ դու այդ վայրագությունը դրած տեղ արդարացնում ես։ Գոնե կարաս ասես հա վատ են արել, քրիստոնեական մշակույթ են ոչնչացնում, եկեղեցի են քանդում, բայց եթե խաղաղություն են կնքում, իմաստը ո՞րն է, պետք է քրիստոնյա հայրը գնան, գան, ընդդեմոն վառեն, ինչ են քանդե։ Գոնե այս տեքստը ասա։ Վախում ես ասես դատապարտում եմ, գոնե ասա տարակուսած եմ, ափսոսանք եմ հայտնում։ Բարձր մենք քննադատենք նաև այդ ժամանակ, որ ասել ափսոսանք եմ հայտնում, դե պետք է դատապարտել։ Արա բայց գոնե ասա ափսոսանք եմ հայտնում։ Արա դրե թշնամու արածը արդարացնում ես, մարդկանց գերեզմանները հողին են հավասարացնում, մարդկանց սրբությունները հողին են հավասարացնում, մեր սրբությունները հողին են հավասարացնում։ Էս ինչ ես խոսում դու։ Էս ինչ ես դու ասում։ Էսով դարակ դուք։ Էս ինչ մարդիկ դարակ։ Սմարտվաշենը մեզ տան, մենք գնանք տենանք ընդե մսկիթ կա։ Լուրջ ես ասում։ Կիկոսի մահն է պատմում, էլի։ Կիկոսի մահը։ Մեր ժողովրդի ժողովրդական են, կարևոր բաներից է, հեքիաթներից է, Կիկոսի մահը։ Խայտառակություն է։ Ուսա մեր կառավարության բանը, բրիֆինգն է։ Այս բրիֆինգին հեմել հելին լրագրողներին քննադատում են, բայց 300,000 ադրբեջանցիներից եք խոսում, Ալիևն ամեն ինչ կտար, որ այս նարատիվը այսքան շրջանա, դե նարատիվը դուք եք շրջանառվում, դուք եք ադվոկատը Ադրբեջանի, դուք եք գիշերցերեք պաշտպանում, Փոխվարչապետին բերել եք Հայաստան, հիմա լուրեր եք տալի, ուզում եք գնա իրանց գյուղ, չուզում գնա իրանց գյուղ, չգնաց իրանց գյուղ։ Գնա իրանց գյուղ, կասի օրինակ ես խիստ տուն չունեմ։ Դուք ասեք դե կարաս ունենաս, ինչ հայկությունը դավայնա, տուն ունենա, հետո եք ասեն ախմեր, բայց ի հարևանս այդ չունի, հարևանն է գա, բան ու տես կամած ադրբեջանցիներին բերելու եք, էլի, բայց ինչ չեք բերելու։ Բերել եք արդեն, ինչ եք ատկազ գալի, բան չեք բերելու։ Ինչ եք ատկազ, թիվն եք վիճարկում, որ 300,000 չի։ Ինչ եք կռիվանում։ Կարող 100,000-ը, ինչ իմանանք։ Թիվն եք վիճարկում, որ 300, տեսեք, տեսակոր սուտ եք ասում, 300,000 չեն եկել։ Էդ եք ասում։ Ժողովուրդ ջան, այդ ձեր ցավը տանեմ։ Խայտառակ վիճակը։ Մեր երկրի ղեկավարը թշնամի պետության վայրագությունները հիմնավորում է փաստաբանություն անում մեր երկրում ու ամբողջ միջազգային հանրության առաջ սևերես են գնում, խայտառակ են գնում, գետինն ենք մտնում։ Ինչի, որովհետև որ շվեյցարացու, որ ֆրանսիացուն ասենք դատապարտի պետք է ասի ախպեր, ձեր վարչապետը պաշտպանում այս ոնց դատապարտեմ։ Ես ոնց դատապարտեմ ասելու։ Դուք հասկանում եք, ես ուրա մեզ հասցրել ես մարդ, ես ինչի վիճակի մեջ է մեզ բերեկցել։ Հունիսի 7-ին ժողովուրդ, մենք հստակ ունենք իրավիճակ, հունիսի 7-ին մենք կարող ենք կանգնեցնել այս արհավիրքը։ Հունիսի 7-ին ձեր քվեարկությամբ մենք կարող ենք այս ամենը փոխել։ Ուղղակի մի բան է պետք, որ դուք գնաք ընտրական տեղանաս, անպայման մասնակցեք։ Մեր պարագայում մենք ոչ միայն ասում ենք անպայման մասնակցեք, այլև ասում ենք քվեարկեք մեր օգտին, որտեղ մենք կարող ենք կանգնեցնել այս արհավիրքը, այս խայտառակությունը, այս ադրբեջանական ադվոկատությունը, Ադրբեջանի ադվոկատ լինելը, մենք կարող ենք կանգնեցնել։ Արհավիրքի են բերելու երկիրը,
նոր աղետներ են բերել ժողովուրդ ջան։ Իմ բանը պլյուսը որն է, որ ինչ կանխատեսել եմ, ինչ ասել եմ, տենց եղել է։ Չեք լսել, բան եք արել, բան քաղաքական գործիչները բաները։ Նա ձեզ վերջերս բոլորը լսում այդ մտքերը օգտագործում են։ Բայց ասում եմ, մեծ ֆունդամենտալ խնդիրներ ենք ունենալու։ Մեծ մարտահրավերներ ենք ունենալու, մի խաբվեք։ Եվրոպացիք եկան գնացին, չգիտեմ ովքեր եկան գնացին, ինչ եղան, մի խաբվեք։ Մի խաբվեք, խայտառակ բաներ են սպասվում։ Հունիսի 7-ին շանս ունենք բոլորով։ Գնացեք ընտրական տեղամաս, անպայման գնացեք ընտրական տեղամաս եւ քվեարկեք։ Դրա միջոցով իշխանությունը մենք կփոխենք։ Խնդրում եմ տարածել եւ լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։